իրենք իրանց դիրքավորում են իբր Եվրոպա։ Դուք ինչ կապ ունեք Եվրոպայի հետ ընդհանրապես, ժողովրդավարության հետ, ուրա հլմատ եկեք հակակշիռների զսպումների մեխանիզմը նայեք, ժողովրդավարություն։ Հանրապետության նախագահ ունես, որը մենակ ինչ անում, մահացած մարդկանց հետ սելֆիներ է անում։ Այդ է մեր հանրապետության նախագահի, օրինակ որ մեր ժողովրդին ասես, մեր հանրապետության նախագահը Հայաստանի բոլորի մոտ վստահ եմ հիմնականում այդ տպավորությունն է, ով է նախագահը, որ մահացած մարդու դագաղի կողքը սելֆի է անում։ Այդ է իր ասածը։ Եվ ինչ անում ՔՊԻ կցորտա։ ՔՊԻ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊԻ կցորտա։ Վերջ, ոչ ոք չգիտենք դրա մասին։ Ունենք այլ պետական մարմիններ, որով էլի ամբողջությամբ քաշել է իր տակը։ Տենց բանել ունի։ Հա, տենց բանել ունի։ Ուղղակի չհասկացա դրա ազգանվան 8 տարի երբ ավելացավ։ Խաչատրյան էր ամբողջ կյանքը։ Ճանաչում ենք, չէ՞, շփվել ենք, չէ, Վահագն Խաչատրյան։ Թե ինչ եղավ կյանքում, որ այդ 8 տարը ավելացավ, չգիտեմ։ Երևի Նիկոլ Փաշինյանը սիրում է։ Հա, ինչ որ չգիտեմ, չէ, չեմ հասկանում։ Հիմա տեսեք, այսինքն այս պետական մարմինները քաշել է իր տակը, օրինակ իրավապահ մարմիններից, ասենք կարևորագույններ կան, վարչապետին առընթեր է, ինքը իրան պատկերացնում է որպես ԱԱՑ-ի տնօրեն, որպես օպերլիազոր, քննիչ, դատավոր, դատախազ, պահակ դրան, ամեն ինչ ունի, ամբողջը ինքն է անում։ Եվ ասենք մարդկանց սրան գործից ազատել, նրան գործից ազատել, այս անել, այն անել, այն անել։ Տեսեք, սա ժողովրդավարության հետ էս ամեն ինչը կապ չունի, որտեղ ժողովրդավարությունը պահանջում է, որ լինի համակարգ, դու եւ կապ չունենա ով է ղեկավարը մեծ հաշվով այդ համակարգը ինքը աշխատում է։ Դա համար այսօր մեր պաշտոնյաները չպաշտպանված են։